Խնդրեմ Տիկին Մանավազյան։ Պարոն Պապյան, իհարկե ծրագիրը իսկապես շատ լավն է, ես հատկապես այն կոնտեքստում, որ այնքան են վերջի տարիներին մեր զբոսաշրջիկների հոսքերն ավելացել, որ նման ծրագրերի նախաձեռնության առիթ ենք ունենում այսօր, ես ուզում եմ խոսել հյուրանոցներից եւ հյուրատների հետ կապված ծրագրով արդյոք կան ներդրումներ կամ չգիտեմ աջակցության ծրագրեր, որովհետև հիմա երբ որոշենք օրինակ որևէ մարզում ունենալ բազմաթիվ մեծ հոսքեր լինի, մենք հյուրանոցների մասով խնդիր ենք ունենում, եթե զբոսաշրջիկներն օրինակ գան որևէ X քանակությամբ, եւ ամենակարևորը գործող հյուրանոցների պայմանների բարելավման մասով կուզեմ ունենանք որևէ ծրագրի, այսինքն ոչ միայն քանակն է կարևոր, այլ նաեւ որակը, որպեսզի ունենանք այդ զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցման կարևոր հավուր պատշաճի պայմաններ։ Եվ կուզեմ նաև ծրագրից խոսեմ բյուջեն որքան է, ինչ գումարի չափով վարկ ենք վերցնում այս պահին եւ նաև տոկոսադրույքը մարման ժամկետները մի քիչ մի փոքր էլ տեխնիկական մասով կխնդրեմ ներկայացնեք։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան կամ զբոսաշրջային հոսքերից։ Զբոսաշրջային հոսքերը ավելացել են իրապես նախորդ տարի 12 ամիսներից 7-ը ռեկորդային են եղել, այսինքն երբևէ չի եղել օրինակ որևէ դեկտեմբեր կամ չի եղել որևէ մայիս կամ չի եղել որևէ հունիս կամ հոկտեմբեր, որ այդքան զբոսաշրջիկ եկած լինի, էլի ամիսներ կա 7 ամիս։ Այս տարի հունվարը նոր ռեկորդ է, այսինքն 26 թվականի հունվարը ոչ միայն նախորդ տարվի, Հայաստանի պատմության բոլոր հունվարների լավագույն հունվարն է եղել։ Այս տարի հունվարին Հայաստան եկել է 39% ավելի շատ զբոսաշրջիկ, քան անցած տարի հունվարին, 39%։ Եվ կառուցվածքի մեջ էլ շատ փոփոխություն չկա։ Օրինակ Ռուսաստանը 40% էր, մնացել է 41%։ Այսինքն Ռուսաստանն էլ է աճել, բայց մյուսներն էլ են աճել համաչափ։ Եվ այս առումով ուզում եմ նշել, որ այդ տենդենսը լավ շարունակում ենք, այսինքն դա նշանակում է, որ ինչ որ մենք անում ենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ, կարճաժամկետ նկատի ունեմ արտաքին շուկաներում մարքեթինգային ակտիվ, արշավներ, միջնաժամկետ նոր ուղղություններ դեպի Հայաստան, այդ թվում օրինակ Մերձավոր Արևելքի երկրներից զբոսաշրջային հոսքերը էականորեն ավելացել են։ Ես օրեր առաջ Air Arabia-ով թռնում էի Արաբական Միացյալ Էմիրություններ եւ զբոսաշրջիկներ եւ մեծ մասը ակնհայտ Հայաստանի քաղաքացիներ չէին, իրանք ինչն է պատճառը։ Մեր քաղաքականությունը որտեղ է։ Մենք ասել ենք, որ ոչ ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացին Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի կարող է գալ Հայաստանի Հանրապետություն առանց վիզա։ Եվ իրանք որոշակի ժամանակը մեկ երկրից ստիպված պիտի դուրս գան եւ իրանք գալիս են նաեւ հիմա մեծ մաս եւ զգալի չափով Հայաստան։ Նախկինում այդ հոսքերը օրինակ Հայաստանից մի քիչ վերև էին գնում եւ Հայաստանը շրջանցում էին, այսինքն մեր քաղաքականություններով այնպես են կարել, որ այդ հոսքերը, այո, կլանում ենք վերցնում են։ Ինչ վերաբերվում է կարողությունների զարգացումը, դա շատ կարևոր է եւ այսօր էլ մենք ունենք մեծ մի քանի պրոյեկտներ, որոնք որ ավարտին չեն հասցվել ֆինանսական խնդիրների պատճառով, այդ թվում նաեւ Արենի կլաստերում այդպիսի մի մեծ պրոյեկտ կա եւ այսօր ունենք հետեւյալ ծրագիրը արտադրողականության խթանման ծրագրով, եթե ռեստորանային բիզնեսը կամ հյուրանոցային բիզնեսը ուզում է գնել տեխնիկա, սարքավորում եւ այլն, այդ վարկի տոկոսները, կարծեմ այսօր բիզնես վարկը իրենց 13%-ով են տալիս, մենք 10%-ային կետը փակում ենք եւ իրենք 3 են ստանում։ Բայց ձեր առաջարկը մենք հաշվի կառնենք, մենք մտածում լիզինգով, բայց մենք մտածում ենք դրա մասին, մենք ձեր առաջարկը հաշվի կառնենք, ես հիմա չեմ ասի կոնկրետ բան, որպեսզի չստեղծենք սպասում, բայց շատ հնարավոր է, որ ծրագիր ունենանք նաեւ նրա համար, որ խթանենք կլաստերներում կամ հանրապես մարզերում ռեստորանաշինությունը, հյուրանոցաշինություն, այսինքն այս process-ին առաջիկա 5 տարվա ընթացքում ուրեմն մեծ բում տանք եւ շուտով նաեւ ինձ թվում է դրա մասին կհայտարարենք, հիմա կավելացնենք Գևորգյան, ես մի բան էլ ասեմ, 96.4 միլիոն եվրոյա վարկը,
Այսօրվա տոկոսադրույքով մոտավորապես 3%-ի 3%-ը իր վարկի տոկոսը մոտավորապես այդքան է գալիս։